անցնենք նոր մեծ բաժին դասակարգում, բարդ համակարգերի իսկապես, ուրեմն բարդ համակարգերի ուսումնասիրությունը, նրանց առաջացած խնդիրների լուծումը պահանջում են մարդկային մոտեցման ուղղություններ։ Մարդը դասակարգումը համարել է և ստացվել է, որ առանձին բաժին է, որ խմբավորում է մտքեր, խմբավորում է տվյալներ, խմբավորում է նույնիսկ առարկաներ, դասակարգում է, այդ կարգով վերցնենք։ Հիմա դասակարգում ինչի շնորհիվ կարող է առաջանալ։ Եթե գիտելիք ունեք, դուք կդասակարգեք։ Եթե դա պակասական կամ բնության մեջ այլ կենդանական աշխարհում եք, ինձ մոտ ինչքան դասակարգում կա, կարծես թե շատ մակերեսային։ Հիմա դասակարգումը գիտելիք ունենալու սկզբունքի հիման վրա մենք փորձում ենք խմբավորել, մտածել, օբյեկտի կամ եթե ասենք օբյեկտ կողմնորոշված նախագծման ժամանակ դա նայենք, մենք կտանենք մեր առարկան, օբյեկտ-օրիենթեդ առարկայի վրա պարզա, ընդհանուր դասակարգումը չենք ասի, օբյեկտ-օրիենթեդի ժամանակ մենք օբյեկտներին ընդհանուր հատկանիշներ ենք կամ տալիս կամ վերցնում, այսինքն ընդհանուր հատկանիշներով ենք նայում։ Պարզ է, եթե դուք որևէ ուզում եք դասակարգեք առարկաները, դրանց հատկանիշներ ենք տալիս։ Այդ հատկանիշ տալը չտեսնելու տալու տեխնոլոգիա, եթե մենք մոտենանք մեր օբյեկտ-օրիենթեդի աբստրակցիաներին, կտեսնենք, որ շատ բաներ մենք չենք տեսնում, մենք շատ բաներ աբստրակցիայի ենք անում կոնկրետը տեսնելու համար։ Նույնիսկ քվանտային մեխանիկայում կամ ավելի շուտ քվանտային ինֆորմատիկայում դա արտացոլվում է շատ ցայտուն, այդպես նայենք հարցին։ Ուրեմն մեզ գլխավոր աբստրակցիաներ ենք անում։ Մեր բարդ համակարգերի ուսումնասիրությունը դասակարգումը գուցեև նրա շարունակությունն է, պարզեցնելու հատկություն, նորից եմ ասում, մենք ուզում ենք խնդիրը պարզեցնել։ ՕՊ տեսակետից շատ մեխանիզմներ ենք իմացել, բայց մենք դեռ փիլիսոփայություն պետք է տանք, այսինքն նրա գիտական մասը տանք, ինչևից է։ Ուրեմն բանից պարզվում է, որ եթե ես կարողանամ հատկություններ վերցնեմ, ապա խնդիրը կպարզենա, այսինքն մենք ավելի ընդհանուր պարզ համակարգեր կտեսնենք։ Ուրեմն դասակարգում կամ կլասիֆիկացիա երկուսն էլ ես կօգտագործեմ, եւ ինչն է հետաքրքիր, եթե ես ուզում եմ առարկաները, մենք անցնենք մեր առարկային, օբյեկտներ կասենք, լավ, որտեղ հենց մարդը օբյեկտների միջոցով եկել է եւ միանգամից ցատկում կկատարենք, կլաս օբյեկտ անուն եթե տեղա կիրառենք, դա սխալ չի համարվի։ Հստակ կլասների եւ հստակ օբյեկտների վերածել խնդիրը կամ ասենք մոտեցումները, նրանց ինչն ենք վերցնում։ Ուրեմն դեռ հստակ չկա կլասների օբյեկտների կլասիֆիկացիա ընդհանուր մեթոդներ, այսինքն մենք դեռ չենք վերցանել մարդկային մոտեցումը ալգորիթմիզացնել կամ ֆորմալացնել։ Պարզ է։ Այդ խնդիրը կոմպրոմիսային է, մի ծրագրավորող, մի ձևանում, մի նախագծող, մի ձևանում, առավել եւս մենք կարող սկսենք օգտվել այլ բնագավառների փորձից, անալոգիաներ են կոչվում, առավել եւս մարդկային մի հատ հզոր փորձից, որը կոչվում է էվրիստիկ օրենքներ։ Էվրիստիկան արհեստական բանականության սկիզբն է, էլի մարդկային փորձից ելնելով։ Ինչևից է, եթե սենց մի հատ նախնական ամփոփենք դասակարգումը, ուրեմն դա միջոց է, որպեսզի խնդիրը պարզեցնենք, հետագայում խնդիրը դարձնել լուծելի, օրինակ ծրագրավորման տեսակետից, նա դարձնել ալգորիթմական մաս եւ համակարգչին ներմուծելուց համակարգիչը կարողանա լուծումներ տալ։ Պարզ է միանգամից խնդիր է առաջանում կամ այլշուտ միանգամից հատկություն է առաջանում, որ ստեղծագործությունը դասակարգման ժամանակ լուրջ մոտիվացիա է, գլխավոր հասկացողություն է եւ դասակարգման ժամանակ մենք նախորդ դասերին արդեն ասել ենք տեխնիկական բառարան ենք ստանում։ Տեխնիկական բառարանը ես նախորդներում ասել եմ, ուրեմն ցանկացած օբյեկտ-օրիենթեդ անալիզ դիզայնի մուտքը դա ասենք պատվիրատուի հետ խոսալ, խնդիրը հասկանալ եւ գրիչով, թղթով կամ համակարգչով, մտքով, գծագրով
տեխնիկական բառարան ստանալ, այսինքն ստանալ խնդրի պայմանները, որ պահանջարկի տակ են։ Ինչևից է։ Ուրեմն միանգամից մենք հասկացողություններ ենք ստեղծում եւ այդ հասկացողությունների վրա ֆորմալ մաթեմատիկա էլ կարող լինի տեխնիկական բառարան։ Մեր մուտքը հիշենք, որ դա տեխնիկական բառարանն է։ Այսինքն կամ տեխնիկական առաջադրանքն ու բառարան ասում են գրքերից տարբեր ելնելով տեխնիկական առաջադրանքը մինչև չի լինում, մենք չենք կարողանում փորձել լուծել, նույնիսկ դա եթե ծրագրավորում չի։ Ինչ է ստացվում։ Ուրեմն մենք կարող ենք կլասիֆիկացիայի կամ ասենք դասակարգման միջոցով փորձել խմբավորել կամ միևնույն կառուցվածքի կամ նմանության, սա երկու շատ լուրջ հետաքրքիր փաստ եմ ասում կատեգորիաներ։ Փորձում ենք կամ ըստ կառուցվածքի խոսալ, մենք այսօր դրա մասին դեռ կխոսենք, կամ եթե էլ ճար չունենք, գոնե նմանը կա այս աշխարհում թե չէ։ Հիմնականում նմանությունը շատ ենք սիրում, ասենք մի բնագավառում գործ ես անում, տեսնում ես մի հատ բնագավառում այդպիսի նմանատիպ համակարգ կա կամ լուծում կա։ Ուրեմն փորձում ենք, եթե կառուցվածքով չենք կարողանում, որ ավելի հեշտ պետք է լինի, ապա նմանությունը ալգորիթմացնել այդքան հեշտ չի։ Նույնիսկ կարելի է հիշել Ալեքսանդրին, լավ ճարտարապետ է, ինքը հենց շինարարության մեջ գտավ շաբլոններ եւ ասեց շինարարությունը շաբլոններից է կազմված, այսինքն մեծ կառույցներից, որը միավոր է դառնում եւ դրանց կոմբինացիան շինարարությունը ավելի արտադրողական է լինում։ Ցանկացած շինարարության մասին է, բլոկներ եւ այլն, շատ տեսակի անցումներ կա։ Ավելին, Ալեքսանդրի այս իդեան մենք object-oriented design pattern առարկայից արդեն մոտիվացված խոսացել ենք դրա մասին, որ design pattern-ները, որ GOF-ը, Gangster of Four-ը կոչվում, այսինքն design pattern-ների այդ հանգույցը Ալեքսանդրից է վերցրած գրքից եւ ծրագրավորման մեջ ստացել են design pattern-ներ։ Եթե չեք մոռացել, design pattern-ները հիմնականում ադապտացիայի համար է, խումբ կլասներ ենք ստեղծում, որովհետեւ խնդիրը ավելի հեշտ կարողանանք մոդելավորել, հասկանալ եւ լուծելի դարձնել։ Ահա այդպիսի բան նշում է նույնիսկ շինարարությունից վերցրած design pattern-ների մեր ուղղությունը։ Խնդրեմ, design pattern-ներ առարկայա շատ մեծ, պրակտիկ մասը պարզ է եւ ինքը շաբլոններ ունի singleton pattern-ից մինչեւ template մեթոդներ, շարունակած ենթադրենք abstract fabrica եւ observer։ Ինչևից է։ Ուրեմն փորձենք գալ այն հողի վրա, որից ուզում ենք չհեռանալ։ Մեկը այդ 7 երգերի մասին ենք խոսում, այսինքն միշտ նույն բանի մասին ենք խոսում, object-oriented-ության տեսակետից ենք խոսելու։ Ուրեմն object կոնոշած դասակարգում ենք մենք դարձնում, միանգամից ենք այդտեղ անցնում, որքան հնարավոր է հեռանանք մեծ абստրակցիայից եւ միանգամից հասկանում ենք, որ այնտեղ դասակարգումը եւ բավարար բարդ խնդիրների, բայց բարդ խնդիրների ընկալման կամ լուծման համար հիերարխիան առաջի տեղում է։ Մենք ունենք այդպիսի սահմանում, եթե խնդիրը այս 5 կետերին բավարարում է, մեր նախկին դասերն են, ապա դա object-oriented լուծելի է։ Եթե չի բավարարում կամ շատ պարզ է կամ ահավոր բարդ, որը էլի այս գործիքակազմով չենք կարող։ Եվ այդ հիերարխիայի ժամանակ միանգամից object-oriented-ից հիշենք ընդհանրացում, ժառանգականություն եւ այլն եւ ագրեգացիա։ Մեծ երկուսը փիլիսոփայական անցում է։ Այսինքն ընդհանրացումով ենթադրենք object-oriented class-object հարաբերություն կամ ագրեգացիա։ Սրանք երկու մեծ ուղղություններ են, որ արդեն շատ անգամ շոշափել ենք, չենք վերադառնա իրեն։ Ի հայտ ենք բերում ճիշտ է կապվածության շաբլոններ, ահա այդ Ալեքսանդրիայից եղած հենց դա կոչվում է design pattern-ների երևի սկիզբ եւ առավել եւս մոդուլային կառուցվածքը ստեղ մեզ կսկսի օգնել։ Մոդուլային կառուցվածքը շատ լուրջ բան է։ Մոդուլային կառուցվածքը մեր իմացած IT տեխնոլոգիայում դա ֆայլն է։ Ծրագրային հատվածը, եթե ֆիզիկապես իրականացվող անվան տակ ես գրում, ապա դրանից հեշտ ստացվում է կոմպոնենտ եւ այլն։ Այսինքն ստացվեց, որ մոդուլայնությունը, մոդուլների վերածելը
Ընդհանրացված գաղափարախոսությունը, դե մենք 7 երգի մասին ենք խոսում, այսինքն օբյեկտ կողմնորոշված ուղղություն եւ նրա դասակարգում։ Մենք կտանենք կլասներ, օբյեկտներ դասակարգումը իդենտիֆիկացիա կոչվում դա։ Շատ լավ։ Ինչ դասակարգում կամ կվալիֆիկացիա, ես նայում եմ կլասիֆիկացիա եմ ասում սխալ է։ Կլասիֆիկացիաները երկուսն էլ ես կօգտագործեմ։ Ուրեմն տեսեք, օբյեկտի սահմանման ժամանակ ինչ դժվարություններ կարող ենք լինել։ Ուրեմն սենց է ստացվում, տեսեք, էությունը նույնպես օբյեկտ է լինում, չմոռանաք։ Առարկան նույնպես օբյեկտ է լինում։ Ես շատ երկու կարևոր մտքային ներդրում եմ կատարում։ Բայց մի օբյեկտի, տեսեք, սահմանի տարանջատումը մյուս օբյեկտից երբեմն դժվար է, ու օրինակը լավ է բերված, ես միանգամից գրքից մեջբերում անեմ, որտեղ ավարտում ոտքի եւ ծնկի մասը։ Եթե օբյեկտ-օրիենտեդ ենք նայում, շատ դժվար է։ Ֆիզիկապես իր մոլեկուլյար այդ հատվածը դժվար է անցնել, վերցնել եւ տալ։ Պարզ է։ Ավելին, սիմվոլը կլաս է, նախադասությունն է կլաս, պարբերությունն է կլաս։ Այս բարդ խնդիրները ճաշակի հարց է, ստեղծագործության հարց է, փորձի հարց է, հեշտ հարց չի։ Այսինքն, ով խելացի դասակարգում է, կլասիֆիկացիան ճիշտ է կատարում, նա հող է ստեղծում հաջորդ մոդելների պլյուս արդեն ծրագրավորման հեշտության։ Բիոլոգիայում շատ մեծ օգուտ տվելն է։ Բիոլոգիան ուղղակի սկզբից մարդը հայտարարվեց Homo sapiens, ինքը դասակարգվեց եւ իր որսորդությունով եւ այլն ցեղեր, կարճ ասած ապրուստներ, մյուս կենդանիներից տարբերվեցին, մեկ էլ ահա եկավ ձմեռը։ Այսինքն ժառանգականություն եւ տեսակների ձև, մարդկությունը ժառանգականությունը դարձրեց կատեգորիա եւ այդ ժառանգականությունը եւ որպես տեսակներ մարդիկ էլ են տարբեր տեսակի լինում, գիտեք, ասենք ինչ որ ռասա, մյուս ռասա, այն մյուս ռասա եւ այլն։ Եվ Homo sapiens-ի բիոլոգիայի այս մարդու զարգացումը ժառանգականության, ինչու ժառանգականություն բառն եմ ասում, որ մենք օբյեկտ-օրիենտեդում դա տեղադրում ենք հիերարխիայի մեջ։ Ավելին, Դարվինին մի հատ կհիշենք, բջիջը կհիշենք, էվոլյուցիոն տեսությունը կհիշենք եւ կարող ենք ասել, որ Դարվինը իր հաղթանակին հասավ մի հատ շատ կարևոր բառի շնորհիվ, դասակարգում բառի շնորհիվ։ Ինքը սկսեց ուղղակի ինչ տեսնում է դասակարգի, նմանացնի հատկություններ վերևը նշեցի, տարանջատի թե հեռու հատկություններ են։ Կենդանական աշխարհում ինքն այս դասակարգեց, ըստ DNT-ի հիմա խմբավորումը արդեն կլասիֆիկացվում եւ շատ լավ է, դա հզոր գործիքակազմ է, եւ ինչն է հետաքրքիր, մոտ 2 միլիոն տեսակ, ասենք դասակարգում է ենթարկվել, ենթադրաբար գուցե մի 100 միլիոն կլինի։ Ну գրքային տվյալներ են, չեմ կարող ասել։ Այսինքն կենդանական աշխարհի լրիվ դասակարգում դեռ արված չի, բայց չմոռանանք, Դարվինի հաղթանակը դասակարգում բառի հետ է կապված։ Նա դասակարգեց ուրեմն կենդանական աշխարհը եւ ստացավ էվոլյուցիոն տեսություն։ Էվոլյուցիոն տեսություն ինքը չէր ստանա, եթե ինքը կենդանական աշխարհը չդասակարգեր տարբեր կղզիներում, փորձում եւ այլն, եւ եկավ մեծագույն ամենամեծ հայտնագործություններից մեկին, որը որ էվոլյուցիոն տեսությունն է ստեղծում, եսեսֆենի աթբոր եւ այլն, ասինքն բնական ընտրության տեխնոլոգիայով թե ինչպես է դա զարգանում։ Շարունակենք։ Օրինակ քիմիայում էլ կարելի է մեջ բերել։ Քիմիայում օրինակ արդյոք ինչ էր, այն հին ժամանակներում ինչ է, կարտամատերիան կամ այսպես ասած հող ջրից է կազմված, հողից, օդից, ջրից եւ կրակից։ Արիստոտելից երևի հիշենք դա։ Եվ ինքը զես դասակարգեց եւ երկար ժամանակ մարդկությունը այս հիմքի վրա էր ապրում։ Օգուտ էր ստանում, որտեվ էությամբ դասակարգում էր տվել, հեշտացրել էր կյանքը։ Մենդելևը տվեց հետաքրքիր է հենց քիմիայի Մենդելևի աղյուսակի մասին գիտեք, իր Մենդելևի աղյուսակը ստացվեց։ Մենդելևի աղյուսակը հիմա, եթե մենք անցում կատարենք այսօրվա չափորոշիչներին, քվանտային մեխանիկայի, ուրեմն քվանտային մեխանիկայի կոչվում է ալիքային ֆունկցիա, այդ ալիքային ֆունկցիայի հավանականությունը եւ անորոշությունը
հեշտացրել է Մենդելևի աղյուսակի էլեմենտների ֆորմալ մաթեմատիկայով դիֆերենցիալ հավասարումներով ստանալու տեխնոլոգիան, հոյակապ անցում։ Այսինքն մենք նույնիսկ այսօր դասակարգման Մենդելևի աղյուսակը մտել ենք մի աշխարհ, որը մեզ հեշտացրել է, այնտեղ էլ է գնացել։ Ինչևից է դասակարգումը այս աստիճանի կարևորություն ունի, բայց չմոռանանք, որ դասակարգումը կունենա եւս մի հետաքրքիր ոչ թե թերություն, այլ հատկություն։ Դիտարկողի տեսակետից է նայում դասակարգումը եւ հնարավոր է, ասենք, ինչ որ մեկը մի բան դասակարգի եւ ձեզ դուր չգա, ինձ դուր չգա, պատվիրատուին դուր չգա, խնդիրը չլուծվի տեխնիկապես կամ ֆինանսական կրախի ենթարկվենք, անհետեցություն եմ ես այստեղ գրել։ Ինչն է հետաքրքիր, հենց օբյեկտ-օրիենտի տեսակետից մի հատ հանելուկ ասեմ, որը գրքից է վերցած։ Հանելուկ, ինչ նմանություն կա լազերի եւ ոսկե ձկնիկի միջև, կարող ենք գտնել, գիտեք։ Այն որ երկուսն էլ չեն սուլում, սա է դասակարգում, բայց անհետեցություն է։ Երկուսն էլ չեն սուլում։ Այսինքն, եթե դուք դասակարգում եք կամ օբյեկտներ եք նայում, կամ հատկանիշներ եք նայում, խմբավորում եք, ուզում եք խնդիր լուծել, ապա այնտեղ կա նաև խելացիության կամ ճիշտ մոտեցման մինչև անհետեցությունների աշխարհ։ Դրապես մարդկությունը այդ երկու սահմաններում է ապրում, անվերջ անհետեցից մինչև խելացի հետեցության։ Ինչ process է եւ դրանով ավարտենք։ Դասակարգումը եւս կրկնենք եւ դա օբյեկտ-օրիենտեդ անալիզ դիզայնի զարկերակների մեջ է գտնվում, դա ինտելեկտուալ process է։ Միանշանակ։ Ստեղծագործություն կա, ինժեներություն կա հաստատ։ Ավելին, որ մեզ շատ է պետք գալու։ Իտերացիա է սիրում։ Շատ է սիրում այդ գործողությունները։ Մենք իտերացիա ասել ենք, իտերատորներ անցել ենք C#-ից, այսինքն նույնիսկ ցիկլեր իտերացիա կարելի է համարել, այսինքն մի բան շատ կրկնել, բայց լավացրած։ Ահա նախագծման ժամանակ, ծրագրավորման նախագծման ժամանակ ցանկացած ապրանք ստանալու համար իտերացիան առաջի տեղում է, որպես նախագծում, որպես պրոդուկտ։ Ծրագրավորումը նրա գուցե մասնավոր մաս կարող ենք հավարել։ Ուրեմն ստացվում է, որ ծրագրավորմանն էլ է իտերացիան վերաբերվում եւ ստացվում է, որ իտերատիվ բնույթը, ուրեմն կլասների թողարկում կլինի, օբյեկտների թողարկում կլինի, այսինքն ստացվում է, որ մենք ինտելեկտուալ process կհամարենք դասակարգումը, կբերենք կարճ ասած օբյեկտ-օրիենտեդ կամ կլաս օբյեկտների աշխարհ եւ չմոռանանք, որ այդ դասակարգումը սիրում է ուղղվել ու անverջ ուղղվել։ Եվ դա հենց զարգացման հիմքն է ընդհանրապես տեխնիկայի, ընդհանրապես Homo sapiens-ի, եւ այդ անընդհատ ուղղվելու հատկությունը կոչվում է իտերացիա։